Բարևես Էլինան եմ, դու գտնվում ես իմ ալիքում, մինչև վիդեոին անցնելը անպայման հետևի իմ էջին, հետևի իմ Instagram-ի էջին, լինքը կթողնեմ ներքևում։ Այսօր մի հատ ակտուալ թեմայից ենք խոսալու, վարորդական իրավունքից, ու ինչ ենք այդ թեմայից խոսալու, որովհետև հենց հիմա գնում ենք քննության երկրորդ անգամ, ու չգիտեմ ինչա սպասվում, բայց ինչ է լինի գոհ եմ լինելու, որովհետև ընդամենը 10 դաս էի վերցրել այս քննության համար, բայց չգիտեմ, այս անգամ անցած անգամը նման համենայն դեպս լարված չեմ գնում, բայց մեկը լարվածությունը կա, իսկ ինձ միշտ դա է խանգարում, որովհետև ես կարող եմ շատ լավ իմանամ, բայց կողրետ մեկը անցածին ինչքան ապուշ բան հնարավոր էր արնեմ, ու հիմա չգիտեմ, սենց սպասումներով գնում եմ երկրորդին, տեսնենք ինչա դուրս գալիս, գնացինք։ Դուրս եկանք, վերցրել եմ ամեն ինչ, հանձնագիր, թուղթ ինչ-որ պետք է, ու գնում ենք, իրականում անցած անգամ անում են լարված չեմ, որովհետև արդեն գիտեմ ոնց եմ գրանցվելու, ինչ եմ անելու, անցած անգամ ընդհանրապես չգիտեի ինչ այն սպասվում, դրա համար շատ էր լարվածությունը, այնքան լարված էի, որ հիմա դեռ չեմ էլ հիշում, թե ընդհանրապես ինչ եմ արել, այդ կարգի լարված էի, բայց հիմա ոնց որ մի քիչ ավելի քիչ է, որովհետև այս անգամ ուղղակի մտածում եմ ինչ կլինի, բայց լարվածությունը իդեպ շատանում մարդկանց այդ կարծրատիպային խոսակցություններից, իդեպ ուզում եմ այսօր դրա մասին էլ խոսանք, բայց մի հատ տեսնենք ինչ է լինում նոր։ Ուրեմն ովքեր չգիտեն, մինչև քննություն հանձնելը ունենք լիքը ստուգելու բաներ մեքենայի հետ կապված ու իջել եմ ավելի շուտ, որ մի քիչ մեր մեքենայի վրա փորձեմ այդ ամեն ինչը, որովհետև ոչ մի չմոռանամ, անցած անգամ մոռացել էի չոտկերը ստուգեի, դրա համար հիմա ուզում եմ սենց ամեն ինչ փորձեմ, որ ոչ մի բան չմոռանամ։ Ուրեմն ինչ եմ ասում, ինչ կլինի, որովհետև դեռ ընդամենը 19-20 տարեկան եմ, մեքենա չունեմ ու մոտակա ժամանակներս չեմ էլ ունենալու։ Ինչ եմ ուզում հիմա հանձնեմ, որովհետև ինձ թվում է, որ հետո ժամանակ չեմ ունենալու, շատ խառն է լինելու դրա համար, քանի սենց համեմատաբար ավելի թեթև գրաֆիկով եմ, դեռ չեմ աշխատում, որոշեցի, որ հիմա հանձնեմ, որովհետև սենց թինենց գիտեի, որ հանձնելու եմ։ Բացի դա, փոքր ժամանակվանից շատ սիրել եմ քշելը, իմ տարեշքն ա եղել ու ավելի շուտ է իրական ուզում հանձնեի, բայց հիմա սենց ստացվեց, բայց եթե հանձնեմ էլ հիմա, գիտեմ, որ հաստատ առօրյա չեմ քշելու, դրա համար իմ համար կարևոր է ոչ թե ուղղակի պլստալ հանձնելը, այլ կարևոր է այն, որ ոչ թե ես հանձնեմ, հետո վստահ չլինեմ իմ վրա, որ քշեմ, այլ իմ համար ավելի լավ է, որ ես թեկուզ, չգիտեմ, 4-րդ անգամից ստանամ, 5-րդ անգամից ստանամ, բայց ես ինքնավստահ լինեմ, որ ես հանձնելուց հետո ոչ թե էլի պետքա գնամ պարապեմ, որ ինքնավստահ վարեմ, այլ արդեն ինքնավստահ լինեմ, որ հաստատ իմանամ, որ ամեն ինչ նորմալ է, էլ չլարվեմ ընդհանրապես, որովհետև դեռ լարվածությունը կա ու ես իմ սովորեցնողն էլ հրահանգիչն էլ ասեց, որ շատ քաղաքում շատ լավ եմ վարում, բայց քննականից դեռ շատ այդ լարվածությունն ու վախը կա։ Դրա համար հիմա մտածում եմ, որ ինչ կլինի, եթե չստանամ նույնիսկ, ուրեմն բարին էլ դա է, որ հետո ավելի շատ դասեր վերցնեմ ու նորմալ պատրաստեմ, որ էլ ավելի ինքնավստահ լինեմ, նոր հանձնեմ։ Անցած անգամ ընդհանրապես չէի պատկերացնում ոնց եմ քշելու, ինչ եմ անելու, իսկ այս անգամ ավելի փորձ ունեմ վարելու, ճիշտ է ավելի շատ որ լիներ, ավելի լավ կլիներ, որովհետև ես էլ ավելի հանգիստ կլինեի, բայց հիմա կարելի ասել այս անգամ փորձնական եմ գնում, զուտ հետաքրքիր է ինձ ու մի քիչ էլ այդ վախը ու լարվածությունը կոտրելու համար քննությունից, բայց ամեն դեպքում հույս ունեմ լավի, մնացածը արդեն երևի հանձնելուց հետո կքննարկենք։ Ճարումն ենք անում ու գնում եմ ներս։ Սպասում ենք հերթը հասնի, ներսը գրանցման, վճարումն արդեն արել ենք, ներսն էլ գրանցան ու արդեն գնանք ավտոդրոմ, սպասենք հերթին։ Ստացանք, այս անգամ ավելի երկար սպասեցինք, քան անցած անգամ տվեցին թուղթը, գնում ենք ավտոդրոմ, հանձնենք ու սպասենք։ Առաջ գիտեք, չէ, այս ավտոդրոմում են հանձնել, առանց ավտոների ու շատ հեշտ արել։ Տվեցինք թղթերը, հիմա սպասում ենք, իդեպ այնքան մարդ կա, անցած անգամ հերթը շատ շուտ էր հասել, այս անգամ ինչ-որ շատ խառն է, նայեք, արդեն վտտվում են մեքենայի կողքը, ես այնքան եմ ուզում ինձ այս նոր սպիտակ Քեմրին ընկնի, իրանով կկարանամ հեշտ հանձնում, այս հին ավտոները չեմ ուզում, մանավանդ եմ փոքրը։ Գիտեք ինչից կարելի է եզրակացնել,
ստացել են թե չէ, եթե գալիս է մեքենան հետ հանգիստ, ուրեմն հանձնողն է գալիս, իսկ եթե մեքենան գալիս է արագ ու գժավարի պահիմաստան դիմացը, ուրեմն կամ ինքը չեղեկին, կամ իրան թողել են ու հետ են վերադարձել, այսինքն չի ստացել, որովհետև միշտ հանձնողները հանգիստ են գալիս, այստեղ կանգնում։ Եվ արդեն 40 րոպե սպասում ենք, բայց լի ահագին մարդ կա, էլի պետք է սպասենք։ Արդեն 5:40-ը, դեռ հերթին շատ կա, բայց ժամը 6-ին պետք է մեքենաները ստեղ լինեն, ոնց որ թե մնաց հետո արտահերթ գալ, իզուր այսքան լարվել էի։ Ոնց տեսակ հերթ չանցով, կամ պետք է արտահերթ վաղը գանք, կամ երկուշաբթի, հիմա չգիտեմ, տեսնենք։ Ոնց տեսակ մնաց հետո արտահերթ վաղը կամ երկուշաբթի կհանդիպենք։ Արդեն հաջորդ օրն է, հիմա նորից 0-ից տրամադրված գնում ենք քննության, բայց այս անգամ այդքան լարված չեմ, որովհետև չեմ զգում, որ գնում եմ քննության, բայց գնում ենք։ Այս աչքս էլ առավոտվանից մի քիչ օրազդու չգիտեմ ինչի, բայց ինձ թվում է չի խանգարի։ Մտանք ասցինք հնարավորինս շուտ կկանչեն, այսօր ավելի լարված եմ, քան երեկ։ Դե արդեն տեսակ, մնացածը հեսա գնանք տուն, մի հատ կամ փոփենք, կքննարկենք մի հատ ուշքի գամ։ Ուրեմն վերջապես այս լարված շրջանը անցավ, ու եկել եմ հիմա խոսանք, հասկանանք ինչա կատարվել, ինչի է կատարվել ու առհասարակ վարորդականի քննության մասին։ Ամենայն դեպս սկիզբեմ իմ փորձով ու ինչքանով, որ իմ փորձը ինձ թույլ է տալիս խոսալ։ Ուրեմն ինչն էր իմ խնդիրը այս անգամ, էլի մնում է լարվածությունը, բայց եկեք սկզբում ասեմ դրական բաները, դրական բանը նա էր, որ ի տարբերություն առաջին քննությանը լարվածությունս ավելի քիչ էր, ավելի վստահ էի, ավելի զգում էի, որ փոփոխություն կա ավելի վարժ վարելու ու բավականին բաներ արդեն արել էի ի տարբերություն առաջինի, ճիշտ է, առաջինի ժամանակ ավելի շատ քշեցի, բայց սխալները ավելի շատ էին, տարբերությունը զուտ տեսուչի մեջ էր, որովհետև անցածին նու էլի ես լիքը սխալներ էի արել, բայց այդ տեսուչը ոնց որ անընդհատ ինչ-որ էլի հնարավորություններ տալիս, բայց ինձ թվում է ավելի շատ նրա համար, որ ես ուղղակի հասկանայի, թե ինչն է իմ սխալները ու դրանց վրա աշխատեի, ոչ թե զուտ նշանակելու համար, բայց այդ տեսուչը ավելի հոգեբանորեն էր մոտենում, ավելի ոնց որ զրուցում էր քո հետ ընթացքում, ավելի շատ է փորձում զիջել, իսկ այս տեսուչը մի հնարավորություն ունես, մի հնարավորությունից հետո ինքը միանգամից կտրեց,
Բայց էլի բոլոր տեսուչները այնտեղի լավն են, ուզում եմ մի քիչ այդ կարծրատիպերն կոտրենք, որովհետև բոլորը ասում են, որ չեն նշանակում, փոքր բանից կտրում են, իրականում այդպիսի բան չկա։ Ես ուզում եմ ասենց պաշտոնապես ասեմ, որ այն մարդիկ, ովքեր որ չեն ստանում են ոչ թե տեսուչների մեղքով, այլ ստանում են իրանց մեղքով։ Նույնը ես չեմ ստացել իմ մեղքով, որովհետև քիչ եմ քշել, փորձը քիչ էր, լարվածությունը շատ էր ու իմ անուշադրությունն էր պատճառը։ Ու ուզում եմ, որ մարդիկ սովորեն իրենց սխալները ընդունել, որովհետև իրականում տեսուչները իրենց չի, որ այդ հատուկ պաշտպանում, բայց իրոք այդ մարդկանցից ինչ հասնում է, իրանք անում են, դաժե իրանց ինչքան որ թույլատրում են, դրանից ավելի շատ են փորձում հնարավորություն տան։ Կոնկրետ, չգիտեմ, կարող է ես եմ լավ փորձառություն ունեցել, բայց ինչքան որ ես փորձել եմ ամենայն դեպս մանավանդ առաջին քննության ժամանակ իրանք իրոք շատ ուզեցել են նշանակեն ու անընդհատ փորձում են մտնել քո դրության մեջ։ Ես չեմ համարում, որ ամեն փոքր բանից կտրում են, որովհետև կոնկրետ այսօր ես էլի մոռացել էի սիգնալը ստուգել, էլի մանր խնդիրներ կար, որոնք որ ինքը բացարձակ չնշեց։ Միակ խնդիրը հոց գծի վրա գիծ փոխելն էր։ Դա է եղել։ Ինքը մանր խնդիրները նույնիսկ չէր ասում, անավանդ որ հիմա տեսաձայնագրվում է, իրանք չեն կարող սա շատ զիջել, բայց ամեն դեպքում փորձում են ինչքան հնարավոր է, ոնց որ քեզ լավ լինի, ոչ թե հակառակը։ Դրա համար այսօր բոլորը մեքենա են վարում ու շատ վատ վիճակ է, որովհետև քննություն, եթե առաջ տարես էր 3 ամիսը մեկ, հիմա արդեն ընդհանրապես սկսել է 5 ամիսը մեկ տար։ Հիմա օրինակ հունիս ամիսն է, ինձ հաջորդ քննություն տալիս է հոկտեմբերին ու ինչքանով որ ես գիտեմ, վերջին հնարավորությունը, որովհետև տեսականի ժամկետը գրանումա, չգիտեմ, իմ տեսականը արդեն այդ օրենքը կա, որ դառնում է 2 տարի թե չէ, բայց ամենայն դեպս արդեն նշել էի, որ ես հաստատ չգիտեի, որ ստանալու եմ, ես մինչև իմ հետ վստահ լինեմ, որ ես ստանալու եմ, ես գիտեմ, որ չեմ ստանալու, որովհետև ես փորձում եմ ռեալ նայեմ ամեն ինչին։ Լավը այն է, որ ես այս պահին եմ սկսել պատրաստվել դա հանձնելու համար ստանամ հիմա, որովհետև գիտեմ, որ հետո իմ գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով ես չեմ կարողանա ընկնեմ այս քաշքշուկի մեջ ու քանի դեռ ազատ ժամանակ ունեմ, ուզում եմ հիմա փորձեմ, կստացվի, չէ, իմ համար կարևորը ոչ թե քննությունն է, այլ լավ վարելը, քանի որ վարել շատ եմ սիրում։ Այսօրվա պահով ուղղակի այն էր ափսոս, որ գիտեմ, որ կարայի անեի, ուղղակի անուշադրությունն էր այդ խնդիրը ու այդ մարդն էլ ասեց, ու իրանք անընդհատ ասում են, որ պետք չի լարվել, որովհետև փորձում եմ քեզ էլ հասկանալ այդ լարվածությունը, հատկապես առաջինի ժամանակ ես շատ լարված էի, այն որ չեմ գիտակցել ինչ եմ արել, նույնիսկ հիմա չեմ էլ հիշում ու այդ տեսուչը նկատել էր, անընդհատ փորձում էր ինչ-որ խոսակցություններով մի քիչ ինձ ցրել, որ այդ լարվածությունը դուրս գա, բայց չգիտեմ, առաջինի ժամանակ շատ ահավոր էր, հիմա այդքան չէ, հույս ունեմ, որ երրորդը ավելի լավ է լինելու, երրորդի հետ կապված այս շատ սպասումներ ունեմ, այս առաջինը գիտեի, որ չեմ ստանալու, այս մեկը մի քիչ կասկածում էի, բայց երրորդը արդեն ինձ թվում է, որ լավ կլինի, որովհետև ավելի շատ դասեր կվերցնեմ, ավելի փորձը շատ կլինի, որովհետև կոնկրետ այս մեկին չեմ հասցրել լավ պատրաստվել, որովհետև համալսարանում էլ քննական շրջան էր ու ցած վատ ժամանակ էր մի քիչ ընկել, բայց ընդհանրապես չեմ նեղվում, որովհետև գիտեմ, որ հիմա ինձ շատ անհրաժեշտ բան չի, որ ես այնպես նեղվեմ, ասեմ, վայ, ինձ շտապեր պետք է այլն, չէ, փորձում դրականը նկատեմ, դրականը այնա, որ ես զգում եմ իրոք փոփոխություն իմ վարելու մեջ ու գիտեմ, որ հիմա քաղաքում հանգիստ կարող եմ վարել, զուտ խնդիրը քննականի քիչ պատրաստվածությունն է, որովհետև ինձ իմ հրահանգիչն ասաց, որ զուտ քննականը պետքա շատ պատրաստվել, ասեմ, որ փոխել եմ 2 ավտոդպրոց, առաջինից այդքան գոհ չեմ ուզում անուն տամ, չեմ ուզում քննարկեմ, երկրորդից շատ գոհ եմ ու ուզում եմ շարունակեմ երկրորդի մոտ, որովհետև երկրորդում շատ քիչ հասցրեցի վերցնեմ դասեր, բայց վստահ եմ, որ եթե երկրորդում շատ վերցնեմ դասեր ու քննական տարածքի, հաստատ կստացվի, որովհետև երկրորդից շատ գոհ եմ։ Իմ խորհուրդը որն է քննությունների հետ կապված, առաջին հերթին գիտեմ, որ շատ դժվար բան է ու դա մենք չենք կառավարում, բայց ինչքան հնարավոր է փորձել հանգիստ լինելը, որովհետև գիտեմ, որ քննությունն է, բոլորս քննություններից սարսափահար ենք լինում, բայց այս այն քննությունը չի, որ լարվածությունը ոնց որ մեկը քեզ չխանգարի, այս հենց այն քննությունն է, որ եթե դու մի քիչ լարվում ես, դու ամեն ինչ խառնում ես իրար, որ կարող է շատ լավ իմանաս, բայց լարվածության պատճառով դու այնց բաներ
բաներ ես անում, որ ուղղակի հետո որ հանձնում վերջացնում ես, քո ուղեղի մեջ չի տեղավորվում, թե դու ոնց կանայր այդ սխալները անել, որովհետև շատ լավ գիտես։ Ու տեսուչներն են հասկանում, որ դու դա գիտես, ուղղակի խնդիրը լարվածությունն է։ Կոնկրետ ես այսօր այդ սխալը որ արեցի, ինձ տեսուչը ասում էր, բայց գիտեի, չէ, այդ սխալը, ասեցի, հա գիտեի։ Ուղղակի ասում էր անուշադրությունն է խնդիրը։ Ու լարվածությունն է, ճիշտ է ինձ ասած պետք չի այդքան լարվել, մանավանդ որ առաջին քննությունը չի, սրան ավելի տեղյակ է, էլ եմ ասում, հույս ունեմ, որ երրորդը ավելի լավ կլինի, իսկ ինչ վերաբերում է իմ խորհրդին, ես էլ եմ ասում, պետքա չլարվել, պետքա ունենալ լավ փորձ, որովհետև փորձը այս բնագավառում ամենակարևորն է, ամեն ինչ կախված է փորձից։ Կոնկրետ հիմա իմ փորձը շատ քիչ է։ Ինչի է կարևոր փորձը, որովհետև երբ որ դու ունենում ես վարելու փորձ, ոչ թե դու կենտրոնանում ես թե ներսում ինչ ես անում, ներսում ոչ մի բան չմոռանաս, գազն ու տորմուզը հանկարծ չխառնես եւ այլն, այլ դու կենտրոնանում ես արդեն դրսի վրա, որովհետև այդ վարելը արդեն քո մոտ մեխանիկորեն է ստացվում։ Իսկ եթե դու դեռ կենտրոնանում ես թե ներսում ոչ մի բան չխառնես, դու այդ ուշադիր չես լինում դրսում, որովհետև դրսում հիմա այնպեսին է մեր երթևեկությունը, որ պետք է ուշադիր լինես, չգիտեմ, թե մարդկանց, թե Սասունցի Դավիթում շատ սկալ անցնող մարդիկ կան, թե իրանց, թե մեքենաներին, չգիտեմ, թե հիմա արդեն սահմակապներին եւ այլն, այնքան բան կա ուշադրություն դարձնելու, որ այդ ներսին դու պետք է ընդհանրապես ուշադրություն չդարձնես, դրա ամբողջ ուշադրությունը լինի շրջակա միջավայրը, որովհետեւ եթե դու դեռ ուշադրություն ես դարձնում ներսին, ինչը առաջին քննության դեպքում իմ մոտ այդպես էր, դու էլ ընդհանրապես դրսին ուշադրություն չես դարձնում ու տենց խառը ինչ որ իրավիճակ է ստեղծվում, դրա համար փորձը շատ կարևոր է, բայց մենակ փորձը չի կարևոր, որովհետև հիմա լիքը փորձառու վարորդներ ասում են, որ գնում ենք չենք ստանում, ինչն է խնդիրը, խնդիրը քննական տարածքին ծանոթ չլինելն է, որովհետև ուզում ես դու 100 տարվա փորձ ունեցի, եթե դու քննականին ծանոթ չես, քննական տարածքին դու մեկը չես կարող հանձնես, որովհետև դու չգիտես իրեն քեզնից ինչ են պահանջում, ինչ տարածքներ կան, ու ընդհանրապես կարող է դու առօրյա այդ տարածքը լրիվ ուրիշ ձև կայանում կատարեիր, բայց քննության ժամանակ քեզնից ուրիշ ձև են պահանջում այդ կայանումը կատարելը։ Ես միշտ վարորդական իրավունքի քննությունը համեմատում եմ անգլերենի եւ TOEFL քննության հետ, ովքեր որ հանձնել են կիմանան։ Վարորդական իրավունքի քննությունը դա լրիվ մեխանիկա է, այսինքն դու ինչքան էլ լավ անգլերեն իմանաս, դու մեկը չես կարող իմանաս, թե քեզ ինչ է սպասվում TOEFL-ի քննությանը, դու պետք է TOEFL-ի քննության համար հատուկ պատրաստվես, որ իմանաս իրենց ծրագրերը, ինչ պետք է անես, ոնց պետք է անես, նույն ձևի լրիվ վարորդական իրավունքն է։ Դու կարող առօրյան լրիվ ուրիշ ձև ես քշում ու հիմնականում 99% այդպես է, որ առօրյան ոչ մեկ այնպես չի քշում, ինչպես քննականի պատրաստվելու ժամանակ։ Դրա համար անպայման, եթե արդեն լավ վարորդ եք, դա շատ լավ է, բայց գոնե 2-3 դաս իմ կարծիքով ու դա ես իմ հանդիպչի հետ եմ քննարկել, դրա համար եմ տենց վստահացում, պետք է անպայման վերցնել դասեր քննական տարածքին թեկուզ գոնե ծանոթ լինելու համար, որովհետև դա շատ տարբերվում է առօրյա վարելուց, բայց պետք չի քննական տարածքը անգիր անել։ Քննական տարածքը անգիր անելն էլ արդեն ուրիշ խնդիր է, որովհետև ոնց որ ես իմ առաջին քննությանը, այդպես էլ նկատել եմ, որ շատերը ոչ թե կենտրոնանում են լավ վարելու վրա, այլ կենտրոնանում են քննական անգիր անելու ու քննությունը պլստանալով ստանալու վրա։ Դրա համար երբ որ հետո չեն ստանում, ասում են, որ տեսուչները վատն էին, չնշանակեցին փոքր սխալի պատճառով, այդպիսի բան չկա։ Քննական անգիր անելը ամենա ձեզ վատությունն է, որ կարաք անեք, որովհետև ես իմ գործից եմ ասում, ես առաջին քննության ժամանակ անգիր էի արել, կարելի ասել, ու ես գիտեի, որ ինձ ասել են այստեղից գնա ձախ, այստեղից գնա աջ, ու ես գիտեի, որ ինձ ասել են այստեղից գնա ու հետադարձ արա, ու ես արդեն տենց տրամադրված գնում էի, ու երբ որ ինձ ասացին գլխավորով գնա, ես այդ ժամանակ ամեն ինչ խառնեցի իրար ու երթևեկության մեջ, երբ որ դու խառնում ես իրար, կողքերից արդեն տարբեր ինչ որ իրավիճակ է դառնում ու շատ այդ քեզ ավելի է խառնում։ Դրա համար պետք չի անգիր անել, որովհետև իրանք ցանկացած բան կարան ասեն, որ դու անես, պետք է դրա համար լավ վարորդ լինել։ Իսկ ինչ վերաբերում է քննական տարածքին, այնտեղ կան լիքը պարկինգներ, իրանք ցանկացած տեղ կարող են քեզ ասել պարկինգ արա, այնտեղ կա բակեր դժվար մտնելու, մի հատ բակ կա, որը ամենադժվարներից է համարվում, այնտեղ գազով հետադարձում են անում, կա գծանշումով պարկինգ, մի խոսքով լիքը բաներ կա։
Ես ուզում եմ ասեմ, որ քննությունը իրականում շատ դժվար է, շատ դժվարացել է հիմա։ Դժվար է այն առումով, որ ոչ թե իրանք չեն նշանակում, այլ դուք պետքա իդեալական պատրաստ լինեք, որ կարողանաք քննությունը հանձնեք, որովհետև ունեք մի սխալի հնարավորություն ու ինչքան ուզում եք դուք կարող եք ամբողջ ճանապարհը լավ անեք։ Ես այդպիսի մի դեպք գիտեմ, որ մի աղջիկ ամեն ինչ շատ 100% արել էր ճիշտ ու երբ որ վերադառնում էր արդեն քննական տարածք, որպեսզի վերցներ իր ավարտական, ինքը այդ քննական տարածք մտնելուց ընդհանրապես շտապ օգնության վարորդին չի զիջել ու այդ պատճառով կտրվել է։ Դա շատ աղմինի է իրականում, դրա համար պետքա ամեն ինչին ուշադիր լինել ու մինչև տարածք չհասնելու կանոն չկատարելը դեռ պետք չի տենց վստահ լինել, որ ստանալու են քննությունը։ Քննությունը ուղղակի բավականին բարդ է, պետքա շատ լավ պատրաստվել։ Երևի թե այսքանը կարամ ասեմ, եթե ինչ-որ հարցեր ունեք այս թեմայի հետ կապված, կարող եք գրել, նաև կարող եք ձեր խորհուրդները ինձ տալ, քանի որ չգիտեմ, որ ժամանակ այս լարվածությունից դեռ դադար կունենանք, բայց պետքա մյուսին ավելի լավ պատրաստվել իրականում, որովհետև շատ կարևոր քննություն է ու իրական շատ վարորդներ հենց ստանում են տենց պատահական քննությունը, հետո երթևեկության մեջ են փորձը ձեռք բերում, իրական մի քիչ բախտի բան է, որովհետև այնպես չի, որ չկան առաջինից ստացողներ, այնպես չի, որ չկան երկրորդից ստացողներ, ամեն ինչ հնարավոր է, բայց դա արդեն ձեզնից է գալիս, ձեր պատրաստվածությունից է գալիս, ձեր բախտից է գալիս, չգիտեմ, լիքը գործոններ կան, այդ առումով մի քիչ դժվար է։ Ու շատ այդ լարվածությունը խանգարում է, որովհետև երեք սպասելուց հետո մարդիկ բոլորը լարված են ու որ լարված է, իրանք հետո գալիս են ու չեն ստանում, որովհետև դա շատ կարևոր է այս բնագավառում։ Համենայն դեպս փորձեցի կիսվեմ իմ իմացածով, ինչքան որ իմ փորձը ցույց է տալիս այս պահին, թողնում որ ես այս ամեն ինչը ասեմ։ Դուք էլ եթե պետքա հանձնեք կամ պլանավորեք, ձեզ հաջողություն եմ մաղթում, հաստատ ամեն ինչ լավ է լինելու։ Երևի թե այսօրվա համար այսքանը։ Ես ընդհանրապես չեմ նեղում, որովհետև մոտավորապես sense բանել ակնկալում էի, նույնիսկ ավելի լավ է, որովհետև հետո ավելի շատ կարող եմ պատրաստվել, ես հենց դա էլ ուզում էի։ Երևի թե այսքանը, ավելացնելու, չգիտեմ, ուրիշ ինչ կարելի ասել, եթե հարցեր ունեք կարող եք գրել, նույնիսկ հնարավոր առանձին վիդեո անենք, չգիտեմ, արդեն դա ձեզնից է կախված ու այսքանը։ Դե ինչ, այսօրը սենց ավարտեցինք, պատրաստել էի այսքանը, հուսով եմ հավանեցիք, եթե այո, ապա վիդեոն անպայման պահեք ձեր լայքերով, հետևեք իմ էջին, հետևեք իմ ինստագրամի էջին, ինքը կթողնեմ ներքևում, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով, պակա։